Բարև ձեզ, Բուն TV եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք գիտաֆանտաստիկ եւ ֆենտեզի գրքերից, համակարգչային խաղերից, ֆիլմերից, նաեւ անիմեներից ու այսօրվա մեր եթերաշրջանի եզրափակիչ հաղորդման ընթացքում խոսենք հենց անիմե ժանրի մասին, մանգաներից, անիմեներից։ Այսօրվա իմ հյուրը Ռիման Ազարեթյանն է, ով հավաքում է մանգա գրքեր, ով անիմեների մեծ երկրպագու է, ինչը Հայաստանում բավականին հազվադեպ երևույթ է, որովհետև ասենք շատ սպეციფიկ արվեստի տեսակ է։ Ես ինքը շատ եմ սիրում թե մանգաներ, թե անիմեներ, շատ եմ ծանոթացել, բայց շատ իզով խորացած չեմ, դրա համար ինձ շատ հետաքրքիր է այս թեման։ Բայց արի սկսենք մի հատ ցավոտ թեմայից, ուզումակիից։ Ուզումակի էկրանավորումից, այսպես ասած, անիմեից, որի առաջի երկու էպիզոդը շատ լավն էին, ես ասես ոգևորված նայում էի, որ վերջապես էս մանգան դարավ անիմե բան, ու երրորդ էպիզոդից ինչ որ գլխառատ անիմացիա գնալով ավելի վատացած կիսատ թողեցի, ինչն էր քո կարծիքով պատճառը։ Իմ կարծիքով ընդհանրապես Ջունջի Իտոյի գործերը շատ ոգևորող ու շատ սիրուն են, ինքը հիմնականում հորոր ժանրի մեջ է ու հենց ուզումակին հենց սպիրալի կաղապարը, որ հենց կա մանգայի մեջ, շատ սիրուն նկարագրված է ու շատ սիրուն է ու որ երևի անիմե աշխարհում բոլորն էին հիասթափված ադապտացիայից։ Ինքը կադր առ կադր երկու էպիզոդը արել էին։ Ոնց որ ֆրեյմերով, ոնց որ դու ասեցիր, հաթ արել էին, հետո եթե շարունակին էլի հենց մանգակայի ֆրեյմերով կարելի էր էլի շատ նորմալ մինչև վերջ հասցնել ու ստանալ իրոք նորմալ ադապտացիա, որ իրոք արժանի էր։ IMDb-ով որ նայում ես առաջի էպիզոդները ասես 8 քանիս 8 բան, մեկը մի անգամ ճիշտ է 4 քանիս, 3 քանիս, էլի ասենք այդ ստեղծողները չէին հասկանում ինչ են անում։ Հա, ու չնայած վերջերս մի ադապտացիա կա, որ բոլոր ռեկորդները արդեն խփել են One Punch Man-ի ռեկորդները, որոնք նույնիսկ Dragon Ball Z-ի ադապտացիային են ավելի քիչ հավաքել ոնց որ IMDb-ով ռեյտինգ, որ 1.28 կարծեմ նույնիսկ այդ տիպի ու ֆիլմը թե անիմեն։ Հենց անիմեն One Punch Man-ի, որի հեղինակը Մուրատայի ազգանն հեղինակի, որ իր գործերը որ նայում ես հրաշք են, իրոք կարելի է նույնիսկ Կենտարո Միուրայի գործերի հետ համեմատել, որովհետև այդ մասշտաբները, որը տեսնում ես մանգայի մեջ, իրոք հրաշք են ու բոլորը ասում են գոնե մապան էկրանավոր էր, որովհետև մապայի գործերը ոնց որ տեսնում ենք հենց վերջերս ու վերջի գործերով ու Chainsaw Man, Attack on Titan կամ չգիտեմ Jujutsu Kaisen անիմացիայից հետո ուզում ես որ այդ տիպի մասշտաբային գործերը այդ տիպի հարգանքի արժանանան։ Բայց ինչ է նկարել, ինչն էր վատ որ հիմա ընթացիկ գնում է ու ոչ հավատարիմ է մանգային, շատ բաներ բաց են թողնված ու այդքան էլ չի դիտվում ընդհանրապես։ Չէ, գիտես ինչ արս կա, երկու տարբերակ կա, ինքը կարող է ոչինչ նորմալ լինի, բայց մանգային հավատարիմ չլինի ու երկրպագուները, ասենք, չգիտեմ, IMDb-ում մտնեն 0-ը շարեն, 1-ը շարեն, բայց կարող ինքը իրոք վատ լինի ու ասենք բոլորը անկախ նրանց երկրպագու չի ցածր դնեն։ Ես այդ One Punch Man-ը չեմ նայել բան այդ անիմեն, բայց ինչ որ դրվագներ տեսել եմ, բայց չգիտեի որ դες վատ։ Իրականում քիչ աբսուրդային ժանրի անիմեներից է, որ օրինակ հերոսը շատ պարապելով հասնում է մի մակարդակի, որ ոչ մեկ էլ չի կարող իրեն հաղթի ու ինքն ընդամենը մի բրունցկով մի անգամ խփելով կարող է ու դրանից ինքն էլ է սկսում ոնց որ հիասթափվել այն ամենից, թե ինչքան հեշտ է հերոս լինելը, ինչ որ հերոսային աշխարհ է, որտեղ բոլորը ռանկ ունեն ու չգիտես ինչի իր ռանկը ամենաբարձրը չի գնահատվում ու շատ աբսուրդային ու շատ ծիծաղելու իրականում անիմե է ու բայց երկրորդ ու երրորդ սեզոնն ամանավանդ ուղղակի
փչացրեցին, բայց ինչը որ սպասվում է, որ ըստ մանգայի լինելու է, եթե նույն Madhouse ստուդիան նկարահանի, ինձ թվում է իրոք փչացնեն։ Ես փաստորեն ըլդում են անիմեներ, որոնք այդքան հաջողված չեն, որովհետեւ ես միշտ ասենք քո նման հասկացող մարդկանցից եմ խորհուրդներ հարցնում, իմանում ու նայում, երևի ամենալավերն եք խորհուրդ տալի, դրա համար իմ մոտ տպավորություն է, որ բոլոր անիմեները լավն են։ Իսկ ո՞րն ես դու համարում լավագույնը։ Լավագույններից Attack on Titan-ը միշտ իմ համար առանձին է, ոչ մի ռեյտինգի մեջ չեմ մտցնում, ամենալավը այս պահին իմ համար Monster-ն է ու անհասկանալի ձևով իմ համար նաև Bleach-ն է, որը մեծ երյակի մեջ է, որը 2000-ականների շոնենների մեջ, շոնենը դա անիմեներ, մանգաներ են, որտեղ գլխավոր հերոսը ինչ-որ մի պատանի է, ով ինչ-որ մի նպատակ ունի, որին փորձում է հասնել, ու հենց այդ երյակի մեջ Naruto-ն, Bleach-ը ու One Piece-ն են, ու միշտ իրանք մնում են Big Three ասում են, ու որոնցից ոչ մեկ ես չեմ նայել։ Որովհետև ասենք թե One Piece-ը նայելու համար ես պետք է մի 2 տարի նայեմ, չէ՞։ Հա, հաստատ։ Իսկ Monster-ը Naoki Urasawa-ի գործերից է, իրոք հրաշք գործ է, ինչ առումով, որ միշտ Naoki Urasawa-ի գործերի մեջ շատ խորը միտք կա ու շատ խորը նաև պատմություն ու միշտ ասում են, որ ինքը երևի ուղղակի ռուսերենով երևի կստացի պրարոկ է լրի, որովհետև կանխատեսում է անընդհատ ինչ որ լինում է ապագայում, կոնկրետ Monster-ի մեջ մի բժշկի պատմություն է, նեյրոխիրուրգի, ով որ ոնց որ իր ղեկավարության կողմից ասած մարդուն չի վիրահատում տվյալ պահին ու ում որ պետք է այդ պահին վիրահատում է մի տղայի, ով դառնում է հետագա հենց այսպես կոչված Monster-ը, սկզբում մտածում ես, որ ուղղակի ինչ-որ հետաքրքիր պատմություն է պիտի նայես, բայց հետո ընթացքում թե ինչ թեմաներ են շոշափվում, տեսնում ես, որ համակենտրոնացման ճամբարները, որ բոլորը մտածում են, որ միայն ասենք հրեաների հետ է կապված եղել, բայց նաև եղել են ճամբարներ, որտեղ երեխաների են դաստիարակել արիական արյունով ու Եվգենիկայի ենթարկել ու այդ երեխաները պետք է հետագայում դառնան ինչ-որ երկրների ղեկավարներ կամ ինչ-որ գծով առաջատարներ ու լրիվ կարողանան իրենց դաստիարակությամբ այսպես ասած մեծացած առաջնորդներ դառնային ու այդպիսի մի երեխայի մասին է իրականում այս պատմությունը ու շատ սիրուն է ներկայացված նաև իր գործերից Պլուտոնն էլ որ նշեցի Պլուտոնը ավելի ապագայի մասին է երբ արհեստական բանականությամբ ռոբոտներ կան ամբողջ աշխարհում ու մի մեծ պատերազմի ժամանակ հաղթել են պարսկական պետությանը, հենց այդպես էլ նշվում է Պարսկաստան են նշում, Իրան չեն նշում կամ այնտեղ Ամերիկան, կարծեմ Պրուսիա էր կամ ինչ որ այդ տիպի տարբեր անվանումներով են նշում, ալտերնատիվ աշխարհ է, որտեղ հերոս ռոբոտներ կան մի քանի, որոնք որ օգնել են, որ պատերազմը վերջանա ու ոնց որ մի պահ է ստեղծվում, որ ասում են, որ Պարսկաստանը ունի մի ռոբոտ, որը երևի վիճուկային զենքերի հետ կարելի է համեմատել, որը կարող է ամբողջ աշխարհը վերացնի ու պետք է անպայման իր դեմ պայքարել ու այդ ռոբոտները, որոնք որ ստեղծված էին տարբեր նպատակներով, պայքարում են այդ մեկի դեմ ու դրանից հետո ոնց որ պատերազմը սկսվում է ու դա համընկավել այս վերջ իրադարձությունների հետ ու ինձ թվում էր, որ ես նայեցի ինչ-որ մի բան ու դրանից հետո այդ նույնը սկսվեց, որ իրական աշխարհում ու իրոք հաստատվեց այն միտքը, որ ինքը իրոք կանխատեսում է։ Ապագայի մասին ամենասիրածս անիմեն երևի Cowboy Bebop-ն է։ Հա։ Ինքը ուղղակի կարճ է։ Հա։ Այդ բայց կիսատ չէ ասի, որ կիսատ է, ինքը ավարտուն է շատ տխուր է ֆինալով, բայց ինքը կարճ է։ Ու ընդհանուր այդ սերիաների մեջ
ուրախ է, որ նայում ես դու նույնիսկ չես էլ սպասում, որ կարող է վերջում նման վերջաբան լինի ու ընթացքում այդ ջազը, որ լսում ես այդքան որակով ու ինչպես կերպարներից մեկը փոքր աղջնակը որ կա, հենց ջազ երաժիշտի կերպարով են վերցել որպես իրեն հարգանքի նշան ու թե անվանումից էլ արդեն բիպոպից արդեն հասկանում ենք, որ ջազի հետ կապված բան կա, էլի։ Այնքան ջազոտ բան անիմեը։ Ինձ հետաքրքիր գիտես ինչն է դուր գալ, այդ կոնտրաստները անիմեի մեջ։ Երբ որ ասենք մուտքային երաժշտություն, դե տիտանները չեմ ասում, այնտեղ միշտ ինչ որ էպիկական բան է, բայց շատ անիմեների դեպքում մուտքային երաժշտություն sense ուրախ ինչ որ բան է ու էպիզոդում նես մի հատ մռայլ արունահեղություն է կատարվում, որ Магическая битва, հենց դրա մեջ։ Այ Магическая битва, այդ արկան մետրոյի, ինքը կարա, չգիտեմ, մրցակցի ամենամռայլ ու ամենադաժան ֆիլմերի հետ, ինքը հենց այն մի բան։ Ես շշմել էի ուղղակի։ Որ Յուջին հենց ձեռքերով, որ համարյա ձեռքերը ոնց որ իր պոկելով այդ լաց է լինում ու այդ պահին you are my special երաժշտությունը սկսվում է, որ բոլորը զարմացել էին, ոնց կարող էր այսքան լուրջ պահից հետո այս տիպի ուրախ անիմեի մետ է բան էլի, ասենք որ հենց էպիզոդի մեջ է կարող ինչ որ ահավոր դեբիլ հումոր անեն, ծիծաղալու պահ լինի ու դրան հաջորդի մի հատ ողբերգություն, որ չգիտեմ, տիեզերական մասշտաբների ողբերգություն։ Հենց նույն Jujutsu Kaisen-ի մեջ կան այդ տիտրերից հետո դրվագներ ու հենց այդ դրվագների մեջ էլ ինչ-որ մի հատ լուրջ բան է կատարվում հենց սերիայի մեջ, հետո անցնում ես վերջին դրվագի ինչ-որ մի հատ ուրախ պատմություն է, որ այդ կոնտրաստը իրոք լավն է։ Այդ ճապոնացիների այդ անիմեի ու մանգայի այդ է ինձ շատ դուր գալիս, որ իրանք կարում են նենց անեն, որ այդ կոնտրաստը շատ բան չլինի, օրգանական լինի, էլի, այսինքն դու չզգաս բան, կոգնիտիվ դիսոնանս չունենաս, որ, չգիտեմ, այս խեր, այս պահը ուրախ ու այս պահը սենց տխուր։ Ինքը սենց կոմպլեքս, էմոցիոնալ բան է, էլի։ Դրա համար անիմե նայելուց հետո, որ ես երկար ժամանակ ինչ որ անիմե եմ սերել, ես հետո կինո չեմ կամ նայեմ։ Իմ մոտ էլ է նույն վիճակը։ Ես որ չնայած իմ մոտ այդ վիճակը նաև նրանից է, որ ֆիլմերից սկսում հիասթափվել, որովհետև ֆիլմերը արդեն սկսել են մի քիչ չբավարարել են, պլանկան չեն հաստատում, որը տալիս է անիմեն, ինչի հետ կապված, որովհետև կարող եմ ասեմ, որ հենց անիմեն է ոգեշնչում այն մարդկանց, ովքեր որ հիմա տալիս են ամենալավ ֆիլմերը, հենց թեկուս եթե վերցնենք Սատոշի Կոնի գործերը, այդ Պապրիկան, որը մեզ տվել է Նոլանի Inception-ը, նույն Արոնոֆսկու Չորնի Լեյբիձև, նույնիսկ բանի մեջ, անունը մոռացա, Ջարեդ Լետոյի հետ ֆիլմը Արոնոֆսկու, բան Requiem for a Dream-ը, հենց Ջենիֆեր Կոնելին դրվագը, որ ինքը լոգարանում բղավում է ջրի մեջ, հենց վերցրած է լրիվ Perfect Blue-ից, որը կարելի ասել, որ Չորնի Լեբիձի պատմությունն է։ Ցավոք Սատոշի Կոնը երկար չի ապրել, բայց իր գործերը իրոք շատ ոգեշնչող են ու նաև ոգեշնչել են փաստացի հոլիվուդյան գիգանտներին, ովքեր որ մեզ տալիս են լավ ֆիլմեր։ Միշտ գրեթե միշտ One Piece-ի օրինակը չհաշվենք, անիմեի խաղարկային էկրանավորումը թե Ճապոնիայում, թե Հոլիվուդում, թե ցանկացած տեղ միշտ անհաջող է։ Հիասթափես նո։ Երևի մի քիչ Призрак Դասպեխախ երևի կարելի է մի քիչ, բայց Scarlett Johansson-ին, բայց այդքան չէ, էլի չէ, բայց որպես օքեյ, այդ տիպի, բայց էլի չի կարող լինի, չնայած հաշվի առնենք, որ եթե երևի Призрак Դասպեխախ չլիներ, կարող է եւ մենք Matrix-ը չունենայինք իրալ դեպքում, որովհետեւ Վաչովսկիները իրոք նաեւ շատ են ոգեշնչվել հենց իրենցից ու
չնայած հիմա հակառակ տենդենսն էլ կա, որ նայում ես, որ Հոլիվուդից շատ ոգեշնչվում են նաև անիմեները, հենց Chainsaw Man-ի օրինակով, որ opening-ի ամբողջ 1.5 րոպեն շատ էպիկ ֆիլմերի կադրը ես այդ Chainsaw Man-ի opening-ի բան էի նայել, ռազմոր էի նայել, թե ինչ ֆիլմերից բաներ կան մեջը, հղումներ կան, որտեղ դու նայելուց կարող շատ բան չնկատես։ Ընդ Տարանտինոյից բռնած մինչև ես իմ ուր էլի, այդ շատ կա, բայց իր այս վերջին լիամետրաժը դա մի ուրիշ պատմություն։ Շոկալեսնող է ու հուսում եմ, ասում են, որ ինքը Օսկարի կարող է նույնիսկ հավակնի այս տարի, բայց չգիտեմ, Demon Slayer-ն ու Chainsaw Man-ը ասում են, որ կարող են հավակնեն, ինչ որ համապատասխանում են որոշ կրիտերիաների, ու այս նոր ֆիլմի մեջ էլ կային շատ ացլկաներ, այդ հղումներ ու նույնիսկ Վիլհեմ Սկրիմ որ ասում են, այն պահը որ Ռեզեն գլուխը կարելի է լսել այդ հայտնի այդ բան, որ բոլոր ֆիլմերում այդ Վիլհեմ Սկրիմը հիմնականում օգտագործվում է։ Ես որ սիրում եմ, որ այդ տիպի հղումներ կան։ Իսկ Demon Slayer-ի լիամետրաժը լավն է։ Ես մի երկու սեզոն բաց եմ թողել, ճիշտ ասած, բանից հետո ոնց որ են կարմիր լապտերների փողոցից հետո ոնց որ բաց եմ թողել։ Մի երկու արկա։ Կարելի ասել, որ լավն է, ինչքան գիտեմ, իրենք փոխել են արդեն ֆորմատը ու միայն ֆիլմ են հանելու, սրանից հետո սերիալիզացված չի լինելու Demon Slayer-ը։ Մնացած հատվածները պիտի ֆիլմի տեսքով դուրս գան, շատ որակով էր, շատ լավն էր, ուղղակի երևի իմ անձնական սուբյեկտիվ կարծիքով իմ սրտին այդքան մոտիկ չի Demon Slayer-ը, բայց որպես որակով շատ լավ անիմե, շատ մեծ տեղ ունի իմ համար։ Ես մենակ մտածում եմ, այս Chainsaw Man-ի արկան, այս լիամետրաժը, հետո մի հատ սեզոնի չվերածեն։ Դնենք նորից մի 10 էպիզոդ նայենք, ավելի մանրամասն։ Սեզոնի չի վերածվելու հաստատ, Ռեզեի մասը չի լինելու, արդեն հենց հաջորդ պատմությունն է, որը բավականին մեծ տխրեցնելու է։ Այդ կարգի։ Բայց չեմ բացի ոչ մի փակակից, որ սպոյլ չանեմ։ Մեկը Full Metal Alchemist-ը։ Մենք այդ թեմայով խոսացինք, ես երկուսը շատ եմ սիրում, Brotherhood-ն էլ, բայց այն հինը ինձ մի տեսակ ավելի դուր եկավ։ Հինի ատմոսֆերա։ Ես սկզբում Brotherhood-ը նայեցի, հետո նորենի դրա համար ասում եմ։ Ես էլ սկզբում Brotherhood-ն եմ նայել ու որ եթե համեմատենք, հայն մեկ ավելի լուրջ է թվում, բայց երկուսի մեջ էլ լրջությունը կա։ Շատ լուրջ է, որ ցույց է տալիս, թե օրինակ ինչ համաժեք ոնց ասեմ համաժեք տալու ինչ որ բան եթե ուզում ես ստանաս դու դրա համաժեք աժեկը պիտի տաս ու ինչքան մեծ կորուստ են տալիս երկու եղբայրները իրենց մոր մահվանից հետո ու ինչերի են հասնում ու չգիտեմ շատ ես միշտ գլուխ եմ գովում երկու բան որ նայել եմ բոլոր ճապոնական բաները Godzilla-ները այդ բոլորին ասում եմ նենց որ կիսով չափ ճապոնացի եմ արդեն մեկը որ կարդացել եմ Berserk-ը իմ ընկեր Լևոն այնքան համոզեց որ ես վերջը դրեցի կարդացի ու չեմ փոշմանում Berserk-ի հին անիմեն դու նայել ես նայել եմ ու իրոք լավն է ինձ էլ է շատ դուր եկել որովհետև ես այն ժամանակ հələ չէի կարդացել մանգան բայց մանգան երբ որ դու կարդում ես նախ ինքը կիսա տա անիմեն որովհետև հետո չեն շարունակել ինքը գալիս է այն պահին երբ որ այդ Godsend-ը բանին Գրիֆինին վերցնում է այնտեղ այդ ողբերգական այդ ահավոր վիճակներն է տեղի ունենում որից սա sense մազերը փիթում են իսկ բանը դրանից հետո բաներ մանգաների իրանք ահագին հələ շարունակվում են ու ահագին իրադարձություններ են տեղի ունենում որոնք չկան պլյուս դրա հետ այդ առաջի մասերում մինչև այդ Գրիֆինի դավաճանությունը լիքը բան երևի նյութի երևի 70% անիմեմ չկա Ինչքան նաև պահեր, որոնք ինձ թվում է չէին էլ թողիվել նրա անիմեն, որովհետև դա անիմեն ի վերջո հեռուստատեսությամբ ցուցադրվում, դեռ պահեր կան, որոնք իրոք չի կարելի հենց այդ իմաստով։ Ու
Նաև երկրորդ մասը, որ երկրորդ մաս կարելի է երկրորդ ադապտացիան եթե կարելի ասել որ նկարել են ինքը մի քիչ ավելի բաց տեսաներ կարելի ասել որ կա տարբերակի մեջ, բայց էլի ընդհանրապես չի արտարացնում ու շատ վատն է։ Միակ պլյուսը ես երկրորդ ադապտացիայի որ Շիրո Սայգիսուն ինքը հայտնի կոմպոզիտոր է, Godzilla-ի կոմպոզիտորն է ինքը իր գործը կա են շատ սիրուն է ու նաև ինքը պլիչի նաև կոմպոզիտորն է ու պլիչը միշտ առանձնանում է իր երաժշտությամբ ու բոլորը միշտ ասում են եթե ինչ-որ միտեղ պլիչը այդքան լավը չի, բայց երաժշտության առումով ինքը անկերազանցելի է ու իրոք շատ մնում է էլի երաժշտությունը։ Արի գլխավոր անիմեի մասին խոսանք։ Ես էլ եմ համարում, որ Տիտանները լավագույն անիմեն է։ Ինքը լրիվ առանձին է։ Բայց ֆինալի հետ կապված կիլդիմներ են գնում մինչև հիմա։ Ֆանատնի մի մասին դուր չի եկել եզրափակումը։ Ես հավանել եմ։ Ինձ ահավոր է դուր եկել, այնքան է դուր եկել, որ ես այդ վերջի էպիզոդները, վերջի այդ ֆիլմը մի քանի անգամ նայել եմ։ Ես 4 սեզոն ընդհանրապես։ Ինչ էին սպասում, ասենք, որ ինչ պետք է լիներ։ Ես չգիտեմ ինչ էին սպասում, բայց ես լրիվ գոհ եմ ավարտից, այդպես էլ պիտի լիներ։ Հա, այդպես պետք է ավարտվեր, այսինքն իրանք մտածում են որ պետք է փրկվի։ Ինքը չէր փրկվի, այլ ընտրանք չկար դրան։ Ճիշտը տխուր էր որ շատ սպոյլ չան որ իր սիրած անձնավորության Չէ, դա հենց օրինաչափ է, տենց է պետք է լիներ։ Ու թեկուս ընդհանրապես Իսայամայի գործը ինչով է լավ, որ թեկուս այդ հղումները նաև տեսնում ենք իր գրքի մեջ, հենց վերջի սեզոնում էլ եւ իր նկատած կլինես բանը Better Call Saul-ի Saul Goodman-ը իր Տիտանը նույնիսկ կա ու այդ զգում ես որ ինքն էլ թեկուս այդ մեծ գործերից ինքն էլ է ոգեշնչվում ու ինչ-որ բան ստեղծում ու իր սիրած այդ կերպարներին նաև մտցնում է մեջ նաև երաժշտությունն է շատ լավ է ու Հիրայուկի Սավանո կարծեմ ինքը նաև ինչքան գիտեմ խաղերի համար էլ է երաժշտություն ստեղծում ուղղակի մի քիչ խաղերից հերո եմ ցավոք դեր բայց խաղային ոլորտում էլ է ինքը շատ առաջ գնաց ինքը մանգայի ֆինալն է չէ ոչ մի բան չի փոխվել չէ ոչ մի բան չի փոխվել լրիվ հավատարիմ է որտեղ մենք այդքան որ սպասում էինք դուրս էր գալի մի ֆիլմ, հետո պարզվում էր, էդ էլ չի եզրափակել, մի տարուց կսպասեք մյուս ֆիլմին, հետո էդ էլ դուրս գալիս մի տարուց կսպասեք նրան, ին բաժանված կլինի երկու մասի, վերջը մի ձև սպասեցինք, ես արդեն պահեր ասունացա, որ ուզում էի հանգան դնեի կարդայի։ Ես գիրքը կազմով հատուկ չէի բացել վերջի երկու գիրքը, այդպես դրված էր տարակումս ու որ փորձում էի խուսափել յուրաքանչյուր սպոյլից ու ստացվեց։ Այսինքն ոչ մի բան չի փոխվել։ Չէ, չի փոխվել ու մի հատ հետաքրքիր բան ես մի անգամ վիզա եմ ստացել գերմանական տեսփանատնից, հենց պատմելով Attack on Titan-ի մասին, որովհետև Նյորդլինգեն քաղաքը, որից որ ոգեշնչվել էի Սայման, Գերմանիայում էր ու ես տեսնում եմ որ այդ կինոը որ իմ փաստաթղթերն էր նայում զարմացած որ ինչ քաղաք է ինչն է քեզ հետաքրքրում բան ու սկսեցի պատմել փաստացի Գերմանիայում ու ոնց որ Գերմանիան ինձ ճապոնական մի հատ բանի համար ոնց որ ստեղծագործության համար որում նաև համակենտրոնացման ճամբարների միտքն էլ ոնց որ թե կա ինձ տվեց մի տարվա վիզա շատ լավ ես այդ միշտ ծիծաղելով եմ հիշում ու մի հատ հետաքրքիր բան էր որ Նյորդլինգենը հիմա գտնվում է Ռիս կրատերի մեջ, որը համարվում է ամենամեծ կրատերներից մեկը ու մտածում եմ թեկուզ տիտանների այդ սկիզբը, որ սկիզբ են առել ինչ-որ օտար էակից, օտար ինչ-որ մի բանից, ինձ թվում է հենց դրա համար էլ Իսայաման ընտրել էր այդ քաղաքը, որովհետև համ պարիսպները կան, համ էլ կրատերի միտքը, որ ինչ-որ մի այլ մոլորակային բան եկել է հենց այդ հատվածում ու հետո Իդեպ այդտեղ շատ լավ հղում է անում Իսայաման հենց Սթիվեն Քինգի E.T.-ին, որովհետև այդ գաղափարը որ արտա եզերական ինչ-որ բան գալի ու երկրի վրա
հետո ամեն ինչ փոխում է, դա հենց իթից ու դի ոգեշնչումն է էլի իրա։ Որ չէ, Տիտանների ֆինալի հետ ես չգիտեմ, ես մի քանի բանավեճ եմ կարդացել, որտեղ մարդիկ պրետենզիաներ էին ներկայացնում հենց ֆինալի հետ կապված, որ տենց չպետք է ավարտվեր, որ ինքը պետքա փրկվեր, ինքը պետք է հետ գար։ Ես հակառակ եթե տենց էր, ես կհամարեի, որ ինքը վատ ֆինալ է։ Տվյալ դեպքում։ Որտեղ տենց պետք է ավարտվեր։ Լավ, մենք քանի որ ունենք մի 5 րոպե, մենք մի քիչ մանգաների ստեղծման մասին խոսենք, մենք մինչև այդ խոսացինք այդ գեղարվեստական ձևի հիմնադրման ոնց է սկսվել, ինչից է սկսվել, հենց էկոնոմիայի պատճառով ստեղծվել է մի ամբողջ մշակութային ճյուղ։ Դե հիմնականում անիմեները ստեղծվել են երկրորդ համաշխարհանից հետո, երբ որ ռեսուրսները քիչ են եղել անիմացիայի համար, ու դրա համար արդեն կադրերը սկսել են ավելի քիչ լինել, այդ ռապիդ կադրերը, թեկուզ կրկնվող ինչ որ մի հատ տեսարանները, որ տեսնում ես հերոսի ինչ որ էմոցիան, բայց հետևի ֆոնը ոչ մի ձևով չի փոխվում, դա սկզբից եկել է էկոնոմիայից ու հենց անիմեի ու մանգայի հայրը հիմնականում համարվում է Օսամու Տածուկին ու հենց այդ վեկտորները, որոնք որ ուղղություն են ցույց տալիս, թեկուզ որ ավելի շատ շարժում են մտցնում կադրերի մեջ, հենց իր անունով էլ կոչվում է Տածուկի գծեր, Տածուկի lines ու իրանից հետո արդեն առաջ եկավ էլ Ակիրան ու նաև թե Հայայո Միյաձակիի գործերը, Ghibli ստուդիայի, որոնք էլի յուրահատուկ տեղ ունեն ու նաև նշեմ իմ ամենասիրած հեղինակներից մեկն էլ Մակոտո Շինկայը, ով որ համարվում է երկրորդ Միյաձակի, իր գործերը հիմնականում համարվում են չափից դուրս ռեալիստիկ, բայց էլի գեղեցկություն ունի ու իրոք մեծ տեղ ունի։ Ակիրան օրինակ ես շատ եմ սիրում։ Հա, շատ։ Ինքը գլուխգործոց է ու ես վախենում եմ, որ իրան անթայսա երևի 15-20 տարի փորձում են էկրանը բան անեն, ֆիլմ սարքեն, հարամել են, ով ուզում է լինի ռեժիսոր։ Ալիտայի օրինակը ցույց տվեց, որ կապ չունի ով է ռեժիսորը, կապ չունի ով է պրոդյուսերը, Կեմերոնը կլինի, Ռոդրիգեսը կլինի, ով ուզում է լինի, մեկը հարամվելու է։ Միջայլոց Monster-ը ինչքան գիտեմ, Գիլերմո դել Տորոն է երկար ժամանակ ուզեցել էկրանավորի։ Հա, բայց պետք չի։ Ինքը արդեն էկրանավորված է, անիմեն ինքը արդեն էկրանավորում է։ Անիմեն իր էությամբ նենց վիզուալ բանա, մշակութային ճյուղ է, ուղղություն է, վիզուալ ինֆորմացիա է, որը հենց այդ տեսքով պետք է լինի։ Երբ որ դու փորձում ես վերցնես Ալիտայի մանգան իր այդ նկարչական ձևով ու փոխանցես կինոյի մեջ դարձնես ինչ-որ մեծ աչքերով համակարգչային տիկնիկ, ինքը արդեն լրիվ ուրիշ տպավորություն է թողում, էլի, այդ ինձ դուր չի գալի, որ փորձում են ասենց արտահայտություն կա, որ ասում է ռուսների մոտ այնց արտահայտություն կա, որ ասում է բույն գլոբուսի վրա քաշել, կոպիտ ասած, փորձում են բույն գլոբուսի, այսինքն իրար հետ չհամատեղվող բաներ անեն, էլի։ Այդ ինձ դուր չի գալիս։ Մեկ էլ մի հատ անիմեի մասին վերջում խոսենք, դու էդի ոնց որ ասիր չես նայել։ Ես անպայման քեզ եմ խորհուրդ տալի ու խորհուրդ եմ տալի բոլորին այդ նայել այդ դանջինների մասին, որ իրանք ինքը պատկերացրա շատ նենց գաստրոնոմիկ անիմե է, այսինքն ուտելիքների մասին, բայց սովորական ուտելիքները չէ, իրանք իջնում են բան պազիմելիա, այնտեղ տարբեր տեսակի ձեմններ կան տարբեր ուռվիններում ու ոչ թե ուղղակի կռվում են իրանց հետ, այլ դրանցից տարբեր տեսակի ուտեստներ են սարքում։ Այդ ամեն ուտեստը ունի իր հստակ բաղադրած տոմսը, պատրաստվելու ձևը դաժե գրում է, որ ինչից ինչքան, ասենք այս ձեմնի մսից այսքան է պետք, էսի sense ֆարշ երավայց անել եւ այլն։ Սկզբում քեզ թվում է թե ինքը հումորիստիկ է։ Ու իրոք ասենք լավ շատ լավ հումորով շատ ծիծաղելի բայրով, բայց ինքը հետո ահա որ մռայլ մի հատ պատմություն է, ոնց որ ցանկացած անիմեի դեպքում։ Ոնց որ էդի անպայման խորհուրդ եմ տալիս նայես։ Անպայման կնայեմ։ Քեզ շատ մերսի որ եկար, շատ հետաքրքիր զրույց էր։ Անիմեների թեման նենց է որ կարելի է ժամերով խոսալ, ցավոք մեր ժամանակը մի քիչ սպառվում է։ Սա մեր եթերաշրջանի վերջին թողարկումն էր, հաջորդ եթերաշրջանը կլինի մարտից։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։